Պարոն Համբարյան, ինչպես եք գնահատում եկեղեցի պետություն հարաբերությունները, գիտենք, որ 3 սրբազաններ են այս պահի դրությամբ կալանավորված, կան նաև կալանավորված այլ հոգևորականներ Արագածոտնի թեմից, իշխանությունը ինչ փորձ է ցույց տալ իր այս քայլերով։ Դե մեխանիկորեն եկեղեցի պետություն հարաբերություններ որպես այդպեսին շատ վաղուց չկան, հատկապես 2020 թվականի նոյեմբերից հետո եւ շատ տրամաբանական է որ չեր լինելու այդպիսի հարաբերություններ, որովհետեւ մեր եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում եղել է ժողովրդի կողքին, եղել է պետության կողքին, եղել է հայրենիքի կողքին, այն ժամանակ երբ որ մենք պետություն չենք ունեցել ինքը փոխարինել է պետական ֆունկցիաները եւ մեխանիկորեն տեսնելով թե ինչ քաղաքական գիծ է վարում գործող իշխանությունը, մեխանիկորեն եկեղեցին չէր կարող համագործակցել այս իշխանությունների հետ եւ չհամագործակցելով այս իշխանությունների հետ եկեղեցին անպայման պետք է լիներ թիրախում, որովհետեւ եկեղեցին նաեւ ազգայինի կողմնակից է, որի դեմ է այս իշխանությունը եւ լինելով այս իշխանությունների թիրախում եկեղեցին մեխանիկորեն պետք է ենթարկվեր հալածանքների եւ զրբարդությունների այս իշխանությունների կողմից, որը եւ մենք տեսում ենք մեր հատկապես ես բազմից եմ նշել, հիմա էլ կնշեմ, որ Նիկոլը ոչ միայն կատարում է օտարերկրյա պատվիրատուների հրահանգները, գիտեք, արդեն ինքը չի թաքցնում վերջին 2 հարձակումները եկեղեցու դեմ Նիկոլ Անհողը կազմակերպել է կոնկրետ քայլեր է ձեռնարկել կոնկրետ իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալլահ Շուքյուր Փաշազադեի ուրեմն զառանցակներից հետո սա ցույց է տալիս, որ Նիկոլը կատարում է բացահայտ պատվեր։ Երկրորդը, ես միշտ նշել եմ, հիմա կկրկնեմ, Նիկոլը եկեղեցու դեմ ունի անձնական հակակրանք։ Գիտեք, հարցը ոչ կաթողիկոսն է, ոչ էլ հոգևորականներն են։ Դուք ինքներդ արդեն տեսել եք, որ Նիկոլ Անհողը եւ իր թայֆան փորձում են հատկապես վերջին իրադարձությունները մեկնաբանել այն տեսանկյունից, որ մենք հայ առաքելական եկեղեցու դեմ չենք իբր թե եւ հոգևորականներն էլ հայ առաքելական եկեղեցի չէ։ Իրականում դա բացայտ կեղծիք է եւ մանիպուլյացիա է։ Ինքը ունի հակակրանք հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, որովհետեւ ինքը աղանդավոր է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը որպես ինչ պետք է օրինակի համար կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները դնի իր էջին։ Ես օրինակ չգիտեմ այդպիսի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի։ Իսկ Նիկոլի պարագային դա ապացուցված է, ինքը չի էլ կարող հերքել։ Խնդիրը հենց նրանում է, որ ինքը լավ գիտի ինքը ինչեր է տեղադրել իր Facebook-յան էջին եւ ինչ կոչերով էր հանդես գալիս։ Կամ ինքը ասում է ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, բայց դպրոցական ծրագրերից հանում է եկեղեցու պատմություն առարգան։ Որպես ինչ։ Այդ բոլոր կեղծ եւ մանիպուլատիվ թեզերը, թե այդ առարգան օպտիմալացվել է եւ միացվել է հայոց պատմության առարգային, բացայտ մանիպուլյացիա է։ Քանի ժամ է կրճատվել եւ քանի ժամ է միացվել։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ երկրի ղեկավարը այդպիսի բան կաներ, իհարկե չէր անի, բայց ինքը անում է։ Անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով Նիկոլ Անհողը մեջ բերեց ուրեմն դրվագ Սուրբ գրքից, որի ստուգաբանության ժամանակ պարզվեց, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ընդունված թարգմանությանը չի համապատասխանում իր արած մեջ բերումը։ Ստուգեցիկ պարզվեց կյանքի խոսք աղանդը եւ մյուս աղանդները, ինչպես նաեւ Եհովայի վկաներ աղանդի կողմից շատ ընդունված տարբերակ է։ Նիկոլի 2 դուստրերը վերջերս մասնակցել են կյանքի խոսք աղանդի հայտնի ներկայացուցիչների հարսանիքին։ Ինչքան կարելի է այս ժողովրդին բացատրել, որ իրենց սիրելի փրկիչ վարչապետը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ որևէ առնչություն չունի եւ իր քայլերը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ոչ միայն պայմանավորված են Ադրբեջանից, Թուրքիայից եկող հրահանգներով, այլ նաև իր անձնական տեսակետից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս տարբերվում է նրանով, որ եկեղեցու մեջ գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծվում են զուտ եկեղեցու մեջ։ Եկեղեցու մեջ գոյություն ունեցող խնդիրների մեջ իրավունք չունեն ներգրավելու քաղաքացիական անձին։
Ես չեմ ասում մեր եկեղեցին իդեալական մաքուր է։ Հիմա Նիկոլը փորձում է մեր մոտ 2000 տարի պատմություն ունեցող եկեղեցու ավանդույթները պղծել եւ փորձում է իր քիթը մտցնել, ասենք, ինչ է նշանակում ժողովրդի կողմից ընդունված կաթողիկոս կամ ընդհանրապես ինձ գիտեք ինչն է հետաքրքիր։ Այդ ժողովրդի անունը, որ Նիկոլը ամեն քայլափոխի տալիս է, ինքը ինչ նկատի ունի, որ այն 150,000 մարդը օրինակի համար, որ մասնակցեցին Երևանի Հանրապետության հրապարակի հանրահավաքին եւ իրեն բերեցին իշխանության 100 էր 150 էր ես անկեղծացած չգիտեմ էլ այդ է մենակ ժողովուրդը ով է ասել որ ինքը ժողովրդին է ներկայացնում Գյումրիում տեղի ունեցած թիմ ընտրություններում իր սիրելի ԿՊ կուսակցությունը բազմաթիվ մանիպուլյացիաների միջոցով ստացավ 37% ցայն Հիմա 47000-ից ավել մարդ է մասնակցել ընտրություններին այսինքն այն 63%-ի ցայնը հեչ է Այսինքն ինչ է նշանակում ես մարդկանց կհավաքեմ կգնամ Էջմիածնի կենտրոնական հրապարակ կգնանք վեհարանի մոտ Ով է Իրան ասել որ եկեղեցին Իրանն է կամ ինչ որ մեկինն է ոչ իմն է ոչ ձերն է ինքը Աստծունն է Այն օրը տեսնում եմ ինչ որ Արման Եղոյան կա դրանց մեջ ասում է ինչ իրավունքով եք դուք տեր այդ Արամին հարամ է դա ինձ համար արամ է չէ Հուդայի հետ համեմատում ոչ ինքը Հուդա էլ չէ ինքը Հուդայից վադն է Եթե Հուդան Քրիստոսին 30 արծաթով ծախեց, սա չգիտեմ ինչի դիմաց է, այսպիսի քայլեր կատարում հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա հոգեվոր դասի ներկայացուցիչների դեմ։ Հա ասում է ինքը օձյալ է, այսինքն ինքը օձյալ լինելով կարող է դավաճանել այն մարդուն, ով իրեն օձել է։ Խնդիրը հենց դրանում է։ Իսկ վերադառնալով եկեղեցուն նշեմ, որ Նիկոլը փորձում է վերջնականապես քանդել նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ եկեղեցին տնել իր վերահսկողության տակ, ծառայեցնել եկեղեցու ողջ ներուժը սեփական դավաճանական քաղաքականությանը սպասարկելու համար եւ եթե հայ ժողովուրդը մի փոքր ինքնասիրություն ունի, մի փոքր նամուս ունի, Նիկոլին համապատասխան մադով ցույց կտա, թե Նիկոլը որտեղ պետք է հայտնվի մենք դարձել ենք այսօրվա դրությամբ արդեն Տաջիկստանի նախագահի, Բելարուսի բռնապետի, Ադրբեջանի բռնապետի, դե Թրամփի ծաղրանքը արդեն տեսակ ասենք Ալիևին դիմում է, ասում է հայրենակիցդ որտեղ է, նստած այն անինքնասերն էլ այնտեղ նստած ծիծաղում է։ Լուկաշենկոն ծաղրում է, բացահայտ, հետաքրքիր է, ինձ հետաքրքիր է, էլի, մենք բարդանում ենք մեր հնագույն պատմությամբ, մեր իբր թե կրթված լինելով, այդ ժողովուրդը չի տեսնում, թե ասենք Նիկոլի նկատմամբ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան ինչպես են վերաբերվում։ Սա է մեր իրականությունը։ Իսկ հայ ժողովուրդը պետք է կանգնի հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։